Տիրոջի, որովհետև նա է պատճառը, որ մենք այսօր ներկա ենք այստեղ, նրա շնորհքն է։ Եվ ուրիշ անուն էլ չկա երկրի վրա, որով լինի փրկություն, մի անուն կա, Հիսուս Քրիստոս անունը։ Մենք բոլորս լսեցինք կամ տեսանք եղբայրները սեղանային բացալի Աստծո խոսքից, եւ այդ սեղանի վրա բազում տեսակի կերակուրներ կար։ Հիմա նայած ով որ կերակուրը վերցեց, որ հարսանիք ենք եթում, սկզբից սխալվում ենք մենք, լավը վերջում է գալու, սկզբից ինչ կանաչեղեն բան կա ուտում ենք, հետո կշտանում ենք էլ չենք ուտում։ Աստծո սեղանն այսօր առատեր կերակուրով եւ ընտիր կերակուրով։ Ես թե միայն պետք է իմաստություն, որ կարողանաս ճիշտ օգտվես։ Դավիթն ասում էր, ով Տեր, քո սեղանի 4 կողմը պիտի պտտվեմ, որից շնորհակալության խոսքը ձայնս ասել տամ։ Թող Տիրոջ անունը փառավորվի, սիրելիներս։ Շատ կարևոր է, Աստծո աչքերը ներկա են այստեղ, բոլորից գիտի, անունով գիտի, հոգեբանությամբ գիտի, բնավորությամբ գիտի, բոլորի ինքն է արարել։ Մենք չենք որոշել գանք այս աշխարհ, ինքը կերտ է ուղարկել այս աշխարհ մեզ, ու հետևում է բոլորիս։ Հիմա նայում է դու ինչ ես մտածում ես պարագային, Աստծո խոսքի վրա ես մտածում, թե միտքդ ունայնության դաշտն ես ուղարկել։ Շատ լուրջ հարց է, լսելու հարց է։ Ժողովուրդի ցղտում գրված է, որ Աստծո տունը կերտաս, ոտքիդ զգուշություն արա, ավելի մտիկ անելու կարևորություն տուր, քան թե անմիտների զոհ մատուցանելու, որտեղ շատ խոսքեր կասել, շատ սխալներ թույլ կտաս։ Հիմա Աստծո տուն ենք եկել, մոռանանք անցյալը, մոռանանք տունը, մոռանանք։ Սա կարևորություն թե եղբայրները Աստծո հոգուց, Աստծո խոսք տվեցին, այդ խոսքերը որ օգտակար է վերցնենք։ Հիշում եք մի կին կար անունը Լիդիա, Տիրանավաճառ, հիշում եք, գործ կառաքելոց 16 գլխում է գրված։ Եվ այդ կինը պաշտամունք էր գնաց է Պողոս Սարաքյալը քարոզություն էր անում։ Պողոս Սարաքյալի քարոզության ժամանակ Տիրանավաճառ Լիդիան ուշադիր լսում էր։ Աստված հետևում է բոլորիս, մենք ուշադիր ենք թե ոչ։ Դասատում որ նայում աշակերտերին, ծույլ աշակերտը պախմտում է, որ իրան դաս չհարցնեն կամ դասը չգիտի։ Իսկ այն աշակերտը, որը պատրաստ է եկել, ուսուցիչ ասում է արի դու, կամ ինքն էլ ուրախ է, ուզում է գնասի։ Աստծո Տիրանավաճառ Լիդիայի ուշադրությամբ լսելը Աստված հետևում էր Լիդիայի կենտրոնացված լսելուն։ Աստված նայում է մենք կենտրոնացված խոսքն ենք լսում, թե մեր ցանկությունների, մեր մտքերի, մեր խորհուրդների հետևից են գնացել, ուրիշ երկիր են գնացել մտքով բանով։ Եվ Աստված նրա սիրտը բացեց Պողոսի խոսքերը ավելի բարձրորեն հասկանալով, եւ այդ տուն ժամանակ սիրտը փոխվեց, իրան տուն հրավիրեց։ Թող օրհնյալ լինի Տիրոջան, մեկ էլ ենք Աստծո տունը, սեղանի վրա շատ կերակուրներ կար։ Մի ճանապարհին որ գալիս ենք Սոմա եղբորի Լուբաքրոջ հետ, իմ մեջ դրված կարդացի, կարճ եմ ասելու այդ մասին, հրութի թղթից որոշ տեղեր, հրութի թղթից կարդացի։ Այդ թուղթը շատ լուրջ կարևոր թուղթ է։ Ընկած է դատավորացի եւ թագավորացի արանքում։ Այ Տեր, հետև ուղարկիր կամ առաջ ինչ եք մեջտեղը դերը, դատավորացը վերջանում է, սկսում է թագավորացը։ Առանց դատավորացից հետո թագավորացը կարծես թե արանքը մտցրել է մի թուղթ, որի անունը Հրութի թուղթը։ Դու բոլորդ գիտեք եւ այդ պատմությունը, թե ինչպես առաջացավ այդ պատմությունը, եւ ասում եմ ժամանակ սով էր Բեթլեհեմում, մի մեծ ընտանիք սովի պատճառով Իսրայելից գնացին Բեթլեհեմից, գնացին Երուսաղեմից, գնացին Բեթլեհեմից, գնացին Մովաբի երկիրը, պիղծերի երկիր, պիղծ երկիր էր։ Երեք մենք երդասարտերով գնացել ենք, այստեղից էլ Մուրադ եղբայրը կար, աշխարհը լրիվ ուրապականվել է։ Ուզում ես մի շնորհալի մարդ տեսնես, չես կարա։ Ոչ կին, ոչ տղամարդ, չեմ ասում բոլորը սրտերը քնուղը գիտի, բայց այնպես է արդեն ապականվել։ Մտքովս ասում, իսկ եթե հանգար Շիրվազադեն արթնանա, իր նամուս պիեսը պիտի դնի առաջ, մի հատ խալ էր երևաց է, աշխարհով մեկարին բաղնիկում խալ է երևաց է։ Հիմա փակ տեղ չի մնացել, լրի բացվել է։ Ինչքան պետք է արթունել ենք, որտեղ ոտը տնես, այնտեղ մինա դրած, մինա պատված է։ Մեղքը մինապատելը ամեն ուր։ Եվ հա տեսնում ենք այդ ընտանիքը գնաց Մովաբի երկիրը, Մովաբի երկրից վերջապես Ելիմելեք, երկու տղաները եւ Նոյեմին մահացավ ամուսինը, մահացան տղաները, կին էին առեք կանայք երեխա չունեցան,
ոչ մելոնը, ոչ քելոնը, Նոյեմին մենակ մնաց, մի կին, մի տատիկ, այդպես տատիկ է չէր, մի Նոյեմի մնաց, ու վերա, հետո սովի պատճառով են գնացը, հարցը դրեց, լսեց, որ Երուսաղեմում հաց կա հիմա, Բեթլեհեմում հացը հիմա սով չի, վերադարձավ ինքը, ասեց, ես վերադառնում եմ, հարցը դրեց երկու հարցերի առաջ, հիմա այդ նույն հարցը ես եմ տալիս, ինձ և ձեզ, ասեց, Բեթլեհեմում հաց կա, ես գնում եմ, երկու հարցները լացը դրին, որ մենք էլ են գալիս, պայմանները դրեց, որ դժվար են երկրում, կանոնները ուրիշ են, օրենքները ուրիշ են, մեր մոտ ստե ուրիշ է, աղջիկներ ջան, ասեց հետո հնարավոր է, որ դուք չամուսնանաք, այդ հարցն էլ բարձրացրեց, ես էլ տատիկ եմ, ասիկ մեծ կին եմ, երեխա չեմ կարող ունենա, դուք սպասեք, որ երեխա ունենան, դուք ամուսնանաք, մի աղջիկ են մի հարցը, որ պան, անունի պես, հասկանալով, որ պետք է այդ երկիրը չպետք է ամուսնան, նա կմնաց է երդասարտական ցանկությունը հետ տարավ իրան, իսկ մյուսը ճանաչել էր ով Նոյեմին, բայց հետաքրքիր է, ինչի է դրված այդ գլուխը դատավորացի ու թագավորացի արանքում, թող հետ դրվեր, առաջ դրվեր, ինչի է տեղ բերված, խցկված էլի Հերոդի թուղթը, ծեներս, Աստծո խոսքը, չեմ ասում այլաբանորեն, ամբողջորեն գանձարան է, Աստծո խոսքի բոլոր խոսքերը գանձեր են, միայն մնում է, որ Սուրբ Հոգին բացի, այդ գանձերից օգտվում ինչպես գրված է, գանձարանը Սուրբ Գիրքը, որի գանձերից կարանք օգտվել միայն պրպտելով, ու վերջապես, երբ Հերոդը Նոյեմին այդ հարցը բարձրացնում է, մի հարց արդեն հասկացել է ով է Նոյեմին, դրա շնորհիվ կին էր, դառը շնորհք էր եկել իր վրան, ասեց, որ գնաց, ես կգամ քո երկիրիմ երկիրն է, քո ժողովրդիմ ժողովուրդն է, քո ազգիմ ազգն է, ինձ քեզանից մի փոքր, ինձ ու քեզ կբաժանի միայն գերեզմանը։ Նոյեմին տեսավ, որ ես հարց ես, աղջիկը լուրջ աղջիկ է, իրար հետ մեկացավ, երբ երկուսը մտան Երուսաղեմը շարժվեց, Բեթլեհեմը շարժվեց։ Միտեղ էլ է գրված, որ երբ Հիսուսը Երուսաղեմ մտավ, Երուսաղեմը շարժվեց։ Ով է տեսել հարցուկիցուր մտե մի քաղաքը շարժվի։ Երբ Աստծո Սուրբ Հոգուն տեղ է տալիս, քուներ աշխարհը շարժվում է, մի նոր կյանք է մտնում կյանքի մեջ։ Ու դրանից հետո, որ եկան այդտեղ, բոլորը իմացան, որ Նոյեմին հարսապեր է անունը Հերոդ։ Ուզում են վերջապես ծանոթացան, տեսեք աղջկա և կիսուրի փող հարաբերությունը։ Հարց է տալիս Հերոդը կիսուրին, մայրիկ, այսօր որ արտը գնամ, մենք երբևիցե Սուրբ Հոգուն ասում ենք, այսօր ուր գնանք, կամ հորն ասում ենք, հայրիկ անենք, թե չանենք, անում պրծնում նոր գալիս ասում ենք, փեչատի հայրիկ։ Այդպես չի կարգը, բա որտեղ խոնարհություն է, որտեղ լսել է, որտեղ հարցում անել է։ Հարցը Հերոդ ասում է, մայրիկ, որ արտը գնամ, ինքը ցույց է տալիս, այն արտը, որ նա գնա։ Ընդդեմ է ստացվում, որ այդ արտը բոսի արտն էր։ Մեր բախտը բերել է, որ եկել են բոսի արտը, սա բոսի արտն է։ Այս արտը, սա զորության տունն է։ Բոս նշանակում է զորություն։ Մենք ուզում ենք մի անգամի զորություն մեր վրա կա։ Տերը խոնարհներին է, դա ավետարան Աստծո զորությունն է։ Ուզում է զորություն ունենա, ավետարանը Սարգիս եղբայրն ասեց, Քրիստոսի խոսքը առատապես տեսրեք ձեր մեջ է։ Աստծո խոսքը զորություն է։ Եթե Աստծո խոսք չես ուտում, երկրավոր կեր ուզում ես առավոտի դիջգուն իկրակեր կամ ասետրինա, մարմինդ կգերացնես, բայց հոգիդ սոված կմնա։ Իսկ ուզում ես զորանաս, ապի Աստծո, եւ նայում ենք, որ դա Իսուրին լսելով գնաց այն արտը, որտեղ խնձորները խաղ էին անում, գարի էին խաղում։ Հետաքրքիր է Աստծո խոսքում բոլոր բառերը իմաստավոր, պատահական, հետո առաջ կա, թող ասեր ցորեն էին բանանում, գարի սկզբից գա, մենք ուզում ենք գծուտից մի անգամի զորություն հագնենք ու շնորհ կամ մեր վրա ցորեն ունենանք, դա չի կարգը։ Աստված գիտի, մենք չենք կարող կասյում հագնել, նոր տակի շապիկ հագնել, շապիկը պետք է հագնես, հետո վերան սարոշկան, հետո վերան կասյումը, հերթականություն գոյություն ունի, եւ այդ ժամանակ կարծում ենք, որ բանը Հերոդը գնացել է մի արդ, որտեղ խնձորները խաղում են, դեն մեն ես աղջիկը առավոտը գալիս է, իրանց հետ մինչև իրիկում մնում են, որ այդ մատունը, հետն էլ մի բան ատանում կիսուրին տալու, մենք որ գալիս ենք Աստծո տուն, տանում ենք այստեղից մեր տունը մի բան, հարց է,
Գիսուր ուղարկել էր այն արտը, որտեղ գիտեր դա Ելիմելեքի բարեկամի բոսի արտն էր։ Սա էլ Աստծո որդու արտն է։ Մենք եկել ենք այս արտը, սեղանի վրա եղբայրները առատորեն կերակուր դրեցին, խորհուրդներ տրվեցավ։ Էսի արդյոք հավաքեցինք մեր սրտի մեջ, որ տանենք։ Ու տենում ենք, որ այդ ավետարանիչները, այդ հնձվորները ավետարանիչներն են, հետևում են, որ այս աղջիկը ուշադիր աղջիկ է։ Ամեն ընկած ցորենի կռուտները հավաքում է, պաշաղ է անում։ Դաշտը մտել է, պաշաղ է անում, որ քաղում են, կռուտները թափում է, սա էլ հավաքում է։ Մենք հավաքում ենք կռուտները, լսեցինք խոսքը, գրի առանք, ձայնագրեցինք, որ տանենք ավելացնենք վրան, տանենք ծեծենք, թեփետա վրայի ցորեն առնենք ուտենք։ Նայում ենք, որ հերուցը շնորհալի աղջիկ էր։ Հետո այնպես է ստացվում, որ բոսը մի օր գալիս է այդ արտը։ Այս աղջիկը որուն աղջիկն է։ Ասում են, էսի Նոյեմի հարսն է, Մովաբացի է։ Ասենք, մենք մի ժամանակ հեթանոս մարդիկ ենք հին մարդով Ադամի բնույթով մեռած մարդ ենք ել։ Ոսած ողորմություն արեց մեզի բերեց հավատքի, գրված է, մեկը չի կարող ինձ գալ, եթե իմ երկրային հայրս նրան չկան։ Մենք մեր ուզելով չենք եկել, Աստված նախաստամանության մեջ ենք եղել մենք։ Որպեսզի իր նպատակն է մենք իր որդու պատկերի նմանակից լինենք, դառնանք իր իրական որդիները, ճշմարտության։ Ոսին գոհում են, ասում են, ես աղջիկը լսող աղջիկ է։ Մեր ամեն արարմունքը գրանցվում է, երկինքը նկարը հանում է, երկինքը լսում է։ Ամեն բան մեր մտքերն է կարդում, մեր սրտի խորհուրդներն է իմանում ինքը։ Այն որ վատ ես խորում կողքինիդ, էդ էլ էին իտենում։ Աշխատի արդուն էլ տեղ չտաս մտքերի գանքում մեջ, շուտ վանի այդ մտքերը, առաջի միտքը միշտ դատող չար մտքեր են գալիս, աշխատի կանտրոլ արաքեզի հետևի, ու բոսին ասում են, որ ես աղջիկը խելոք աղջիկ է, հետո ուրիշ արտը չէ թում, հետո իրան ասել են, ուրիշ աղջիկների հետ ընկերություն մի արա, ջրեր կան, այս ջրերներ կետանք խմես, ավետարանս ես պարզ դրած է մեր առաջը, ջրեր կա, ուրիշի ջուրը չխմես, ուրիշ աղջիկների հետ ընկերություն չանես, հռուտ, դու ուրիշ աղջիկ ես, ուրիշ աղջիկներին կետած, նրանց սովորությունները կվեկալես, ծեներ, մենք էլ շատ անգամ ուրիշի արտն ենք եթում, ուրիշ ջրեր են խմում, հետո տեսավ, բոսը, ասին գիտես, շատ խոնար աղջիկ է, ասեց, խուրցերեր կծեք, ուզում ենք օրտությունը գարս էր փնազանտվում ես, եթե դու չես հնազանտը, ինչ օրտության մասին է խոսքը, դու կոտրվել գիտես, սիրելի Գևորգ եղբայր, քու սխալից հետո զղջալ կոտրվել գիտես, խոնարվել գիտես, Տերը խոնարներին է շնորհ տալիս, ամբարտավանին հակառակ եկենում, եւ տեսնում ենք, որ Գիսուրը, դու մի ասա բոսն ու Նոյեմին, իրար հետ կոնտակտ ունեն, հարաբերություն ունեն, Հիսուսն ու Սուրբ Հոգին իրար հետ նույն աստվածներն են, նա հոգի աստվածն են, այլ Քրիստոսը փրկության երկուսն էլ, երկուս իրար գիտեն, կգնա մխիթարիչը կուղարկեմ, իրար հետ, եւ ասում Սուրբ Հոգին կան Հովանի 16-13-ում նա որ եկել է իր Հիսուսի մասին պետք է մեզ սովորացնի պատմի, Սուրբ Հոգին փեսան է, Հիսուսը փեսան է, Սուրբ Հոգին ոնց ասած Գիսուրն է, այսօր Սուրբ Հոգին մայրություն անում մեզի, որ պատրաստի փեսային իդեալական աղջիկ կան տղա տա, մենք պետք է լսող ենք, մի տրտմեցնենք Սուրբ Հոգին, որով կընկվեցակ փրկության օրվա համար, ինչպես ենք տրտմեցնում, այորն ենք անլուրջ ենք, ստեղից դուրս են գալիս գնում ենք մեր չեն գնում լսածները այդ ամտուն գրի առնենք Սարգիսը ինչ խոսած, Օնիկ ինչ խոսած, Մուրադ աղբեր ինչ խոսած, Գևորգ ինչ խոսած գրի ենք առնում ու տեսնում ենք արդեն բոսի ուշադրության կենտրոնում էր Նոյեմին հռութը ուշադրության կենտրոնում է ասես խուրցեր գցեք քանի որ մենք ուզում ենք օրտվենք խոնարհվի կորտմես գրված Տերը խոնարհների շնորհք է տալիս հնազանդներին բարձրացնում է Հիսուս ասաց եկեք ընտից դες կսովորենք ցեզեմ ու սրտով խոնար պետք է մենք սովորենք կոտրվել եւ խոնարհվել բայց ինչպես առանց ավետարանի չեք կարա ավետարան ասոզորությունը մեզ փոխելու համար թող օրհնյալ լինի դրանից հետո կարդում ենք որ գիշերով գնում է բոսի ոտերի տակ արտանում դերում ոտերի դու գիշերով ելել ես ոտերի տակ մտել ես անձը ճնշել ես ոտերի տակ գնացել ես
Ես ովոտերից տակը նայում է Աստված, օրդ ոնց ես անցկացնում, որտեղ ես անցկացնում, ում հետ ես անցկացնում, ինչով ես ապրում, ինչով սխալվել արել ես, մենք որ կեղծում ենք լվացում ենք, դու էլ լվացում ես, հետո բաղնիկ եթում ես հոգևոր։ Եկեղեցին բաղնիկն է, ավազանն է, Տիտոսը գրում է այդ մասին, ավազանի ջրով մաքրվեցանք։ Մենք պետք է ստեղ գանք, միտք առնենք, սեղանի վրայից վերցնենք, գնանք տունը թող Տիրոջ անունը փառավորվի։ Ինչի ասեց այդ բանը։ Կարծես թե դες տեսանելի Սուրբ Հոգուն պատմականորեն է գրված, բայց ինչ աշխատանք է կատարում Նոեմին հրութի վրա, հրութը հետո գիտեք ինչ դառավ, բոսիկինը դառավ։ Հետո ինձ ծնվավ, գիտես իրանցից, Օբեդը ծնվավ, զորու, բոս նշանում է զորություն։ Օբեդը, որը Եսեի հայրն էր, հետո ծնվավ Եսեն, Եսեից ծնվավ Հիսուսը, ժառանգականությունը գնաց։ Ուզում ես քո ժառանգականությունը լավ լինի, դու եղի հրութ, դու եղի եւ կտեսնես մենակ քեզանով սերունդը կսկսի փոխվել, թող օրհնյալ լինի Տեր ջանը։ Պետրոս Սարաքյալը իր երկրորդ թղթում հետևյալ խոսքերն է գրում եւ մի տեղ կարդամ աղոթքով ներողություն երկրորդ Տիմոթեոսի 9-րդ խոսքից եմ կարդում նո կարելի է Հեգոս 8-ից ուստի ամոթ մի սեպեր մեր Տիրոջ վկայությունը Տիմոթեոս 2-րդ առաջի գլուխ 8-ամարից ուստի ամոթ մի սեպեր մեր Տիրոջ վկայությունը ոչ արձիս անոր համար կապված ես, հապա մասնակից եղիր ավետարանի չարչարանքներուն, Աստծո զորության համեմատ, որ մեզ փրկեց ուշադիր լինենք, ու սուրբ կոչումով կանչեց, ոչ թե մեր գործերին նայելով, հապա իր նախասահմանչանը ու շնորհքին նայելով։ Պողոս Սարաքյալը Եփեսացիների առաջ գրում է, հետևի օրհնյալ է Աստված եւ մեր Տեր Հիսուս Հայր, որ մեզ օրհնեց ամեն հոգևոր օրհնություններով երկնավորների Հիսուսը դեր որ մենք աշխարհ ենք եկել օրհնելով ուղարկե որ մայրը երեխա ունենալու ժամանակ չի աղոթում երեխայի մար արգանդում Տեր օրհնի իմ զավակս որ աշխարհ եթե չի աղոթում սխալ է անում իշքան լավ կլինի որ աղոթի ինչպես Մարիամի արգանդում ծնվում էր մեծանում էր Հիսուսը Եղիսաբեթը բարև տվեց ասма երբ բարևի զայնականից ասավ երեխան որով այնպես խաղաց ուրախությունից մենք շատ կարևոր հատկապես միշտ աղոթքի մեջ նույն արթուն լինենք այստեղ կարդում եք որ ասում է Սարաքյալը որ մեզ փրկեց ու սուրբ կոչումով կանչեց ոչ թե մեր գործերին այլ հապա իր նախասահմանությանը Պողոսն ասում է որ օրհնեց աշխարհի արարումից առաջ որովհետեւ սուրբ ամբիցել են ինարը եւ սուրբ ամբիցներ մար ամեն պայմանները տվել է հիմա քեզի մատերիալ են տվել շինանյութը տվել են նախագիծը տվել են Եվ ամեն բան արված է մնում է դու այդ մատերիալը իր տեղը դնես։ Աստված հոգևոր շինարարչան մատերիալը նյութը տվել է, Սուրբ Գիրքն է։ Աստծո ամենամեծնավերը Սուրբ Գիրքն է։ Առանց Սուրբ Գրքի ոչ Հիսուս կճանաչեք, ոչ էլ Աստծո, ոչ էլ Սուրբ Հոգուն։ Սուրբ Գրքով ենք իմանում եւ Աստծո Հոգին ներգործում է մեր մեջ հավատք առաջացնում։ Այդպես է գրում Թեսաղրեցիների թղթում Սուրբ Հոգին ներգործում է մեր մեջ ձևավորում է հավատքը հավատալու Աստծո ասածին ինքն է համոզում աղջիկա մի քաղցր խոսքը տղայի սիրտը փոխում է տղայի մի քաղցր խոսքն էլ աղջկա սիրտը փոխում Աստծո խոսքը մեր սիրտն է փոխում որտեղ այս խոսքերը հոգի եւ կյանք են թող օրհնյալ լինի Տիրոջ անունը այստեղ Արաքյանն ասում է իր նախասահմանությունով մեզ կանչեց ու շնորհքի որ Քրիստոս Հիսուսով մեզի տրվեցավ հավիտենական դարերից առաջ ոչ թե հիմա բայց հիմա հայտնվեցավ մեր փրկչին Հիսուս Քրիստոսի երևնալովը որ մահապանեց լույս հանեց կյանքը ամաություն ինչի միջոցով ավետարանի միջոցով Իշքան կարևոր բան է ավետարանը, դες գրված է, բայց հիմա հայտնվեցավ մեր փրկչին Հիսուս Քրիստոսի երևնալովը, այս խորհուրդը ծածկված էր հայտնվեց Հիսուսը, որ մահ խափանեց, խաչի վրա դատապարտեց, խաչի վրա դատապարտեց եւ մեղքը դատապարտեց իր մարմինը եւ ամեն բան արել է Տերը մեզ համար, ամեն բան արել է մեր նկատմամբ մահապանեց եւ լույս հանեց կյանքը ու ամաությունը ավետարանի միջոցով օրհնյալ լինի մեր Տերը, որ ավետարանը Աստծո ամենամեծ բարգևն է եւ կարդալու եմ երկրորդ Պետրոսից
որոշտեղ եւ աղոթքով կգանք առաջ եւ կա ուրախ հայտարարություն ասելու։ Առաքյալը երկրորդ Պետրոսը այսպես է Շմավոն Պետրոս։ Շմավոն իր ծնողներից տրված ան Պետրոս Հիսուսը դրեց այդ անունը։ Շմավոն Պետրոս Հիսուս Քրիստոսի ծառա։ Ինքը իրան երկասում է, որ ինքը ծառան է Պետրոս առաքյալը եւ առաքյալ ձեզի, որ մեզի հետ նույն պատվական հավատքին հասակ։ Սա գրում է Գալատիայի, Պոնտոսի, Եփեսոսի, Ասիայի եւ այդ տարածքի բոլոր հավատացյալներին։ Ես առաքյալ ոնց որ մեզի հետ նույն պատվական հավատքին հասակ։ Այդ ժողովրդին ասում, հավատքին համարում է պատվական հավատք։ Մեզ պատվական հավատք է շնորհված։ Պատվական, մինչ պատվական մարդ է, մեզ պատվական հավատք է շնորհված, ճշմարտությունը։ Սա շնորհված է բոլորից։ Մենք քնած էինք, պարտքեր ունեինք, դժվարություններ, հիվանդություններ ունեինք, բյուրավոր պարտքեր վնասներ ու մտածում ենք, ոնց պետք է տագից, մեկ էլ արտանում տեն, մեկ մեր պարտքերը վճարել են, մեզի տուն են պատրաստ, ամեն ինչ կա։ Ես որտե եկել խոսքով է լավ։ Մենք անտեղյակ ենք, որ Աստված մեր համար, ոնց որ երեխան օրորոցի մեջ է, բալուրի տեղյակ չէ, իր պապան, մաման, տատուն, պապարել են ամեն ինչը։ Մեծան մեզ էլ քեզ ենք նվիր տալիս։ Մեր հայրը երկնային, մեր համար հոգյար է։ Այս բարիքներն ով աստեղծել երկրի վրա։ Մենք բերիկ մեր հետ։ Կամ մի բան պակաս երկրի վրա։ Ամեն բան, ամեն հետ շնորհակալություն հայտնել ես, այս օդը որ շնչում ենք հեչացել ենք, շնորհակալ ենք Աստված ջան։ Մենք անգամ եղանակը որ փոխման, ես ինչ եղանակ, հիվատ է ինքը կարա լավ եղանակ ստեղծի, եղանակին էլ անուն է դնում։ Մենք ինչից է մեր գիտություն չունենալուց է, իմաստություն չունենալուց է։ Շտապում ենք, որտեղ մարդկային իմաստությունով ենք խոսում։ Եվ ասում այս պատվական հավատքին հասանք։ Ինչ է նշանակում հասանք։ Այս հավատքը ծածկված էր տրվեցավ մեզի։ Պետրոս առաքյալը իրանել է մեջ դնում, ասում մենք եւ դուք հասանք այս պատվական հավատքին։ Ինչ է տալիս այդ պատվական արթնացանք, մեղավորը փոխվել է դարել է նոր մարդ։ Ինչ է լավ մեր հին մարդը, ինչ է լավ մեր մեղքերը։ Բացի այդ բոլորից, այդ արդարացվեցին Հիսուսի մեկ չարչարանքներով։ Ինքը մեր փոխարեն մեղ դարավ, մեղավոր դարավ, խաչին երեզման եւ իր միջոցով հարություն առնելուց հետո մենք արդարացվեցինք, իր այդ թաղվեցանք եւ իր այդ էլ հարություն առենք։ Ես հրաշք կատարվեց։ Հեշտ երբևիցե մտա, ուրախ մեղքեր հետ։ Մի ժամանակ դու չէիր կարող մեղք չգործի, մախի չէ գործում մեղ, որտեղ մեղքին քու մարմնի մեջ դատապարտել է խաչի վրա։ Մեղքին խաչել է ինքը եւ մեր մեջ մի հատ ստանոկ կա դրե, սիրո եւ սրբության ստանոկ։ Աչեցրու տեղ դուր այդ, որ քու սիրտը փոխվի, լցվի ավետարան եղբայրն ասեց, Քրիստոսի խոսքը առատապես լսրեք, փոխվել է մեր կյանքը, փոխվել է մեր կյանքը։ Հավատքը ըստ երևույթին պարգև է, հավատքը պարգև է, այդ պարգևն էլ Հիսուսն է, իսկ կան ես օգտագործում Հիսուսին, որքան ես օգտվում իրանից, թե օրը տանցկացնում ես, այլ բաներով մեկ էլ հիշում ես, որ չես աղոթել, մեկ էլ հիշում ես, որ Հիսուսին, հենց ներն ես Հիսուս ջան, Հիսուս ջան, Բա միջև էդ խիչ է իրացում Հիսուս ջան։ Անմերքու ցանկությունները հենց ներկար Հիսուս ջան ես կանչում։ Մենք եկեք արթուն լինենք։ Հիսուսը մեր կյանքը պետք է դառնա։ Այդ հիշում եք Հիսուսը առակ բերեց Մատթեոս 25-ում եւ ինքը այդ առակի մեջ իմաստուն եւ հիմարքույցերին բաներ տվեց, շատերին տվեց 10 տաղանդ, 5 տաղանդ, եկավ այն վերջին այն երկուսը լավ էին, արդյունք էին բերել։ Այն վերջին ասեց Տեր Ես գիտեի, որ խիստ մարդ է չսերմանած տեղը հնձում ես, ցանում ես, վերջը հնձում ես, ես էլ գիտեի, որ այդպիսի մագնես, ես էլ ասում եմ, պահել եմ հողի մեջ, քունեցածը քեզ եմ տալիս։ Գիտես ինչ ասեց Հիսուսը, չար եւ ցույց ծառա։ Առեք դրանից եւ տվեք դրան, որ ունի։ Դու չունեիր տվեցինք, տվածը քեզ պահե։ Մեզ այսօր Աստված ենքան բան է տվեմ, այդ տվածը, որ տվել է, մենք օգտագործում ենք, ոչ մեզ ենք օգտագործում, ես շատ անգամ շատերներ չենք տալիս, առեք և տվեք դրանք, որոնք ունեն, իշքան շնորհք է տվել մեզի, թե խոսքի, թե շնորհքների առատություն է տվել, որ ծույլ և մենք օգտագործում ենք Հիսուսին, թե ոչ շատ քիչ, ծույլ ենք, ես ինձ եմ ասում առաջինը, թող օրհնյալ լինի Տիրոջ անունը, Սրա մեջ կարդում ենք վերջում, շատ հետաքրքիր է։
Աստված մի բան պակաս թողել է մեզ մեղքերից արդարացրել է, թե չէ։ Ինչ են մեր մեղքերը։ Խաչապատի վրա գամեց Հիսուսը, Գաղատացիների թղթում գրված է, Կողոսացիների թղթում գրված է 2:15-ում, խաչապատին գամեց մեր մեղքերը, մեր պարտքերը, ինչքան պարտքեր ունես, հələ մտածի սիրելի եղբայր կամ քույր, հանթանքները դուր անցյալի, արարմունքներդ ինչ են, այդ արարմունքները խաչապատի գամեց խաչապատի վրա, եւ մեր հին բնությունը, մեղք գործող բնությունը, այդ էլ խաչապատի վրա, հին մարդներ խաչապատի մեզ ազատեց եւ վերստին ծնունդ տվեց, մեղքի տարտան եւ Սուրբ Հոգին տվեց, եւ Սուրբ Գիրքը տվեց, եւ որդու այրունն ու մարմինը, էլ ինչ բաներ պակաս որ մեզ տալու։ Դրանցով որպեսզի մեր շինությունը օրեցօր աճի։ Դա շինարարական մատերիալներ։ Դրա համար Պետրոս Սարաքյալը գրում է, որպեսզի իր բնությանը հաղորդ լինենք, մի խանգարող ուժ կա, աշխարհի մեջ ցանկություններ կան, մարմնի եւ աշխարհի, որոնք ապականում են մեր կյանքը, աշխարհի մեջ ցանկությունից առաջ եկած ապականությունից փախեք։ Տիմոթեոսն էլ գրում է այդ մասին։ Փախեք, այսօր աշխարհի իր անմաքուր ցանկությունները։ Հիմա մեր Արամ եղբոր ասում են եղբայրներ Երևանում, Արամ եղբայրը չեն կարա չնենք, այս աղջիկներն են կան շնորհք են հագնում, չգիտենք որ վերև նայեք, Արամ եղբայրը ավրայետակ ավտոյի տակ տերեն կպայի, հիմա որդ է պայի, վերև ես նայում, մեղքն ան ներքև է, հիմա դու պետք է մեղքին չնայես, Հիսուսին այսօր կյանքդ փոխվի, կյանքդ, երբ կյանքդ փոխվավ, ոչ մի բան վեր, հիմա փայտին որ մագնիսը մոտեցնես, Մագնիսը փայտին չի ցկի։ Աստծո նպատակն է, որ մենք փոխվենք, Աստծո բնությունը մեր մեջ բարձրանա, որ մեղքը մեզ չբռնի, դրա համար մենք ջանք պետք անել։ Ջանք պետք անել աղոթքի, Աստծո խոսքի եւ Աստծո տունետալը մի թողեք։ Շատ կարեւոր մեր փոխողը Սուրբ Գիրքն է, Սուրբ Գիրքը, Աստծո զորությունն է Սուրբ Գիրքը։ Դրա համար հավատքը մեր հավատքը ոնց է աճում, խոսքը կարդալուց։ Ծառը ոնց է մեծանում ջրելուց, մի ջրի ծառը չչորանա։ Խոտը ոնց է չորանում կամ ջերում ես խոտը բարձրանում է, չես ջերում չորանում է։ Դու քեզ գջերես կբարձրանաս, չես ջերի կչորանաս։ Բարձ կարդում ես ավետարան, աղոթում ես կկանաչես։ Թող Տիրոջ անունը փառվի։ Եվ Պետրոս Սարաքյալը այստեղ աշխարհի մեջ ցանկությունից առաջ եկած ապականությունից փախի։ Աշխարհի մեջ ցանկություն որ կա կապականի քեզ։ Չար ընկերակցությունից մենք դիմնացել էր աղջիկ ասма, չար ընկերակցությունը կվնաս քեզի։ Գիտես առաջ Սաղմոսը լավ կարտակ, ընդդեմ իմանաս ինչա գրած։ Թող Տիրոջ անունը եւ այստեղ Պետրոս Սարաքյալը մեր հասակի մասին է գրում, որ մեր հասակը պետք է օրեց հիմքը աշխարհի մեջ եւ այս բանի վրա ասма բոլոր ջանքերի դրած ձեր հավատքի վրա ինչ ավելացրեք Աստծո որ մոտենա բաղնիկ որ եթե ասեթո ինչ կլես մաքուր կլես մոտեցի Աստծո կմաքրվես Կարակին անաս, Աստծո բնությունը գա մեջ, Աստծո խոսքով դու օրես ասում ես, աղջի բաղնիկից ես գալիս, ինչի մածար, փայլում ա դեմքդ, ավետա եկեղեցից հետո փայլում ես, այդ մեզ աշխարհ ծևանում ես, մկաները ցկվում են, տրամադրությունը ուրիշ է դառնում, արի հավատքի, բոլոր են Հակոբներ չէ որ պատերազմեց բանի հետ, հրիշտակի հետ Եվ ասում Հակոբի զիստի ամուլաջիլը, գիտեք ինչ բանա ջիլը, տամարզ միշտ տամարոտ մարդ է, մերեն չար տամարն է կտրվում, ասում և Հակոբի ամուլաջիլին կպավ և կաղում էր, ասում զորությունից ընկավ չարությունը, իր մեջ մի նոր կյանք բարձացավ, դրա համար էր օրտնվեց Հակոբը, որտև Հակոբն ասեց չես օրտնի չեմ թողի քեզի, այստեղ նայում ենք, որ առաջինը հավատն է, իսկ ինչ է հավատքը, Հավատքը դա Քրիստոսն է, մեր կյանքն է, մենք մեր հավատքի առաջնորդն է, ավետարանը և մեր կյանքը Պողոսն ասում է, ես ձեր մեջ ուրիշ բան չեմ ուզում իմանալ, Հիսուս անել խաչել է, թող Տիրոջ անուն, այստեղ որ այդ տունը կարդակ, հերթական գրված է, հավատք ունեցող մարդը պետք է առաքինի է դառնում, դու հավատացյալ ես, ինչից իմաց քո խոսելաձևից, քո արտաքինից, դու հավատացյալ ես, քո խոսքերդ հավատացյալի խոսքեր, դու արդեն փոխվում ես Հավատքից հետո հավատացյալը արդեն գիտություն հետ բեր, չար ու բարին զանազանում է, գիտի որտեղ ես ուր գնա, ավետարանի գիտությունն է իմանում, զանազանում է սևն ու սպիտակը, գիտությունն է, հետո դրանից հետո, գիտեք ինչ է, ժուշկալ է դառնում, ժուշկալ ասենք ինքը գիտակցորեն գիտի, խոսի թե չխոսի, գնա թե չգնա, արդեն գիտակցական զսպացություն է ձեռք բերում,
Տրամադրվում է ինքը հետևել իրան, շուշկալ է դառնում, չափի սեղանի վրա շուշկալ է, ընկերակցության շուշկալ է, գիտի ինքը, կա որ լարած պատիֆոն է, աղջ մի քիչ խոսա էլի, հա խոսում է, այդ տղա քիչ խոսա էլի, ամեն ինչ մենք պետք է մեզ հսկենք, մենք պետք է հսկենք մեզի, շուշկալ ենք դա, որից հետո համբերությունը երևաց ասում են, ինչ համբերատար կին է, ինչ համբերատար տղամարդ է, համբերությունը սա աճ է գալիս, ինչքան ավետարանին կապված հիշեցին, որ այսօր մեր բարձրանում է հոգևոր մարդը, որ այսօր աղքատանում է, նսեմանում է, հին մարդը իր տեղը զիջում է, նոքում է, ձևավորում է նոր մարդը։ Մեծանում է Իսահակը, Հագարը դուրս է գալիս տնից հետ, Հագարն ու Իսմայելը գնում են, խնդությունն է բարձրանում, դուրս արա Հագարի և նրա որդի Իսմայելը, Պողոս արագ գաղթացներ, դուրս արա, ասին հին մարդից ազատվի, Ադամից ազատվի, և հակի նորը, Քրիստոսի պատկերով նոր մարդը, ավետարանը, և այսպես, հետո ասում է դրանից հետո համբերություն, քու մեջ կառա, ասում է տատս աստվածապաշտ է, դες բան գոյություն, աստվածապաշտը պետք է ունենա այս հատկությունները, նա պիտի լինի առաքինի, հավատք ունենա, շուշկալ լինի, զսպված լինի, համբերող լինի, նոր էդ աստվածապաշտը, դրանից հետո եղբայրասեր, եղբայրասիրից հետո սեր, ունդե շարունակ, որ գետակտունը գարտը, թող օրհնյալ լինի Տիրոջանը, մեր, ոնց ասած, ցերներ Աստծո ողորմությունը, որ մենք Աստծո զավակ ենք, մեզ մնում է միայն մի բան, էլ նորից էդ եմ ասում, ինչպես Երեմյանը գրում, երկու խոսք գտածի պես կերա, եթե սոված էլ է, շատ սոված, մի կտոց բորբոսնած հաց գտնես, ինչ կանես, բորբոսնած, եթե կպայես կլվանաս կուտես, Աստծո խոսքը հոգու հաստ է, մենք ուշադրում, ինչքան օրերա չենք կարդում, ինչքան ժամանակ կարևորություն չենք տալիս, ամեն բանը խոսքից է, ում խոսքն է, Աստծո խոսքն է, և Աստծո խոսքը զորությունի քեզ փոխելու, թող օրհնյալ լինի Տիրոջ պատվական անունը ցելներից, ես կանոն կուզեմ այս խոսքը վերջացնել և ուզում եմ մի պակ կանգնենք, աղոտ կանենք, մի հատ հայտարարություն պիտի անեմ։